Հարսնանզորի լեգենդը Ելենա Արշակյանի նորագույն և ամենահաջողված հեռուստասերիալներից մեկն է, որն արդեն հասցրել է գրավել հազարավոր հեռուստադիտողների ուշադրությունն իր դրամատիկ զարգացումներով, գաղտնիքներով ու մարդկային բարդ հարաբերություններով։ Սերիալը միավորում է դրաման, մելոդրաման, ներկայացնելով մի պատմություն, որտեղ ամեն կերպար իր ներսում կրում է ցավ, վրեժ, սիրո և մեղքի բարդ խառնուրդ։ Ինչպես արդեն պարզ դարձավ, գործողությունները սկսվեցին մի փոքրիկ գյուղում Հարսնաձորում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք ունի իր մութ անցյալը։ Աշոտի և Սաքոյի ընտանիքների պատմությունը դարձավ սերիալի առանցքը։ Տարիներ առաջ նրանց միջև տեղի ունեցած ողբերգական դեպքը Սաքոն փորձեց թաքցնել, սակայն ճշմարտությունը երկար չի կարող մնալ գաղտնի։ Տարիներ անց, երբ Աշոտի որդին Հայկը բանտից դուրս է եկել, կարծեք թե բացվում են հին վերքերը։ Ամեն ինչ նորից խառնվում է սիրո, վրեժի ու արյան հորձանուտում։ Հայկը կարծեք թե կամաց-կամաց սիրահարվում է Նարեին, Սաքոյի դստերը, սակայն նրանց սերը դատապարտված էր դեռ ծնվելուց առաջ։ Երկու ընտանիքների միջև թաքնված արյունալի գաղտնիքը ոչ միայն խանգարում է նրանց հարաբերություններին, այլ նաև նոր ցավեր ու կորուստներ է բերում։ Առաջիկա սերիալներում հեռուստադիտողները հուսով են, որ կբացահայտվեն այս գաղտնիքներ, որոնք կփոխեն հեռուստասերիալի սյուժեն։ Սաքոն, ով տարիներ առաջ մասնակցել է Աշոտի սպանությանը, Քաջիկը, Արփիի հայրը, եղել է նրա հանցակիցը։ Արմոն թաքցնում է մութ գործարքներ և մանիպուլյացիաներ, որոնք կարող են կործանել բոլորին։ Սերիալում նկարահանվում են հայտնի դերասաններ, յուրաքանչյուրը կերպարի մեջ դնելով խորություն ու հոգեբանական ճշմարտացիություն։ Հեռուստասերիալում յուրաքանչյուր դրվագ լի է լարվածությամբ, մեկը փորձում է թաքցնել հանցագործությունը, մյուսը վրեժ լուծել, իսկ երրորդը փրկել սիրած մարդուն։ Հարսնաձորի լեգենդը առանձնանում է իր բազմաշերտ սյուժեով, անսպասելի շրջադարձերով և հուզական դրվագներով։ Ելենա Արշակյանը կրկին ապացուցեց, որ կարող է ստեղծել մի պատմություն, որը համատեղում է մարդկային ողբերգությունը, ընտանեկան դրաման և կյանքի դաժան իրականությունը։ Բացի այդ, յուրաքանչյուր սերիա ավարտվում է անակնկալով, ստիպելով հեռուստադիտողին սպասել հաջորդ դրվագին, իսկ բնության գեղեցիկ տեսարանները, երաժշտական ձևավորումն ու դերասանական խաղը ստեղծում են մթնոլորտ, որը միաժամանակ հեքիաթային է և սարսափելի իրական։ Իհարկե, հեռուստասերիալում ամենաինտրիգային պահերը դեռ առջևում են։ Ինչպես պարզ դարձավ հեռուստադիտողին, Սոնան նշում էր ծննդյան տարեդարձն ու առաջինը նրա ընտանիքի անդամները շնորհավորեցին Հայկը, այնուհետև հայրը։ Եվ քանի որ այդ օրը Սոնան ազատ ուներ և չէր աշխատում, որոշեցին հայր ու դուստր ուղղակի մեկնել ամառանոց։ Բայց Սոնան դեռ չգիտեր, թե ինչ է սպասվում նրան այնտեղ։ Քանի որ հայրը, ինչպես բոլորը նրան քեռի են անվանում, օրեր առաջ մեկին ծեծել էր, իսկ նրանք այդպիսի բաներն ուղղակի չեն մոռանում ու չի անցնում, որոշել էին գալ ամառանոց ու հոր վրեժը դստեր միջոցով լուծել։ Բայց ինչպես պարզ դարձավ, գնդակը ոչ թե Սոնային, այլ Վռամին դիպավ։ Վռամը կարողացավ իր թիկունքով պաշտպանել Սոնային։ Բնականաբար այս ամենն այդպես չի ավարտվի։ Հեռուստադիտողները կարծում են, որ Վռամին ոչինչ չի պատահի, քանի որ այս պահին Վռամը համարվում է հեռուստասերիալի համն ու հոտը։ Հեռուստասերիալի սկզբում հեռուստադիտողները Վռամին բացասական կերպարի լույսի ներքո էին տեսնում, բայց ժամանակի ընթացքում նրա կերպարը փոփոխության ենթարկվեց։ Նա ավելի շատ Նարեի կողքին է, հասկանում է, ըմբռնում է, Սոնայի կողքին է, հասկանում է, սիրում է, բայց մի կողմից էլ հասկանում է, որ նրանց սերը դատապարտված է։ Բայց ինչևէ, նա կարողանում է փրկել Սոնային, բայց գնդակը դիպչում է նրան։ Արդյոք կհաջողվի փրկել Վռամի կյանքը։ Այստեղ ոչ միայն փրկության մասին է խոսքը, այլ թե ով է կատարել այս հանցագործությունը։ Ավելի վաղ նշել էինք, որ հնարավոր է Հայկին մեղադրեն, քանի որ Վռամն ու Հայկը թշնամիներ են և միգուցե առաջին կասկածյալը հենց կլինի Հայկը, որովհետև նա արդեն ունի անցյալ, որտեղ մեկ անգամ դատապարտվել է։
Բայց մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, ով է կատարել այս ամենը եւ արդյոք Սաքոն մեղադրելու է Հայկին, թե ոչ, կփրկվի Վռամը, թե ոչ։ Իհարկե մեր կարծիքով ամեն ինչ հնարավոր է հեռուստասերիալում, բայց ոչ Վռամի մահը։ Դեռ նրա կերպարը պետք է շարունակի, հատկապես որ շատ շուտով հեռուստասերիալի դերասանական կազմին ևս մեկ սիրված ու տաղանդավոր դերասան է միանալու ու նոր կերպար է հայտնվելու։